Իսկ նախորդ տարի թանգարանի համար բավականին հագեցած, արդյունավետ, ակտիվ եւ կարելի ասել ինչ-որ չափով նաեւ արագընթաց տարի է եղել։ Թանգարանը բավականին հետաքրքիր տպավորիչ ցուցանիշներ ունի որոշ գործունեության ուղղություններում, որոնց վերաբերյալ ես կփորձեմ մի փոքր համառոտ, այսպես թվային տվյալներ հաղորդել, բայց նաև պետք է սկսեմ նրանից, որ այս գործունեությունը ծավալվել է զուգահեռ դեռ նախորդ տարիներից ընթացող արդիականացման, վերանորոգման աշխատանքներին զուգահեռ, որոնք կախված մի շարք խնդիրների հետ նախորդ տարիներից հատկապես եկող, դրանք դեռևս նախորդ տարի ընթացել են եւ այս տարի էլ որոշակի դեռևս իրենց ավարտական փորձարկման փուլում են, այսինքն թանգարանը այս ցուցանիշները գրանցել է զուգահեռ նմանատիպ աշխատանքներին, որը կարելի ասել միջազգային պրակտիկայում էլ ինչ-որ առումով շատ հետաքրքիր փորձառություն է, որովհետև հաճախ թանգարաններ ամբողջովին փակվում են եւ միջև ամբողջ վերանորոգումը չավարտվի չեն բացվում, իսկ ազգային թանգարանների դեպքում դրանք կարող են տարիներ ուղղակի տևել, իսկ մեզ մոտ փորձել ենք զուգահեռ գործունեության քաղաքականությամբ առաջ շարժվել եւ այս առումով նաեւ ձևավորված տվյալները, թվային արտահայտությունով նաև գործունեության արդյունքները կարելի ասել ինչ-որ առումով նախադեպ են նույնիսկ նախորդ տարիների այն ժամանակահատվածների համար, երբ որ թանգարանում չեն եղել այդպես մեծածավալ վերանորոգման, արդիականացման աշխատանքներ։ Երևի թե կարելի է սկսել, այսպես ամենակարևոր թանգարանի գործառույթներից ցուցադրական, գործունեությունից, որովհետև նախորդ տարի թանգարանը շատ հետաքրքիր ցուցանիշներ ունի այս առումով, տարվա ընթացքում կազմակերպվել են 30 տարբեր ձևաչափերով ցուցադրություններ, ինչպես թանգարանում, այնպես էլ այլ կազմակերպություններում, առցանց, ինչպես թանգարանի հավաքածուներով, այնպես էլ այլ ինստիտուտների հավաքածուների հետ համադրված ու համագործակցությամբ։ Թանգարանի տարածքում կազմակերպվել են 11 մեծածավալ, մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններ, 7 փոքրածավալ ժամանակավոր ցուցահանդեսներ, թանգարանից դուրս Երևանում եւ արտերկրում համագործակցությամբ կազմակերպել են 7 մեծածավալ եւ փոքրածավալ փառատոնային ցուցադրություններ։ Թանգարանը առցանց եւ առցանց շրջագայության նաեւ ձևաչափով կազմակերպել է 5 ցուցադրություններ, որոնք հասանելի են թանգարանի պաշտոնական կայքով։ Նշված եւ այլ ցուցահանդեսների ընթացքում թանգարանի հավաքածուից ներկայացվել է 4000-ից ավելի նմուշ, իսկ այլ կազմակերպություններից փոխառման տարբերակով 520-ից ավելի ցուցանմուշ։ Կազմակերպված ցուցահանդեսներին այցելել են 78000-ից ավելի այցելու եւ թանգարանում իրականացվել է 50-ից ավելի գիտամշակութային տարբեր միջոցառումներ։ Իրականացվել են 36 կարելի կրթական ծրագրեր, 23 թվականից նաև հունվարից, եթե դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը դիտարկենք, 3500-ից ավելի միայն մեկնաբանություններ են եղել հայերենով, օտար լեզուներով։ Թանգարանի գիտաշխատողները զեկուցումներով են հանդես եկել 39 զեկուցումով տարբեր հարթակներում, գիտական, մասնագիտական եւ նաեւ հանրային հատվածում։ Թանգարանի գործունեությանը անդրադարձ է կատարվել զանգվածային լրատվական միջոցներից շուրջ 250-ից ավելի անդրադարձ կա թանգարանի նախորդ տարվա գործունեությանը։ 25 տարբեր հրատարակություններ, հուշանվերային տարբեր տեսականի է դրվել շրջանառության մեջ, տարբեր կազմակերպությունների հետ կնքվել են 12 փոխընկերման հուշագրեր համագործակցության նպատակով, ինչպես նաև կառավարության համապատասխան որոշումներով թանգարանը այս տարի ունի արդեն 2 մասնաճյուղ, Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը
եւ Հրազդանի երկրագիտական թանգարանը, որ անվանակոչվել է Կոտայքի երկրագիտական թանգարան։ Պետք է ասել, որ այս ցուցադրությունների շրջանակում նաև շատ ակտիվորեն համալրվել է թանգարանի հիմնական հավաքածուն։ Այս տարի արդեն մենք հատել ենք 400,000-ի սահմանը թանգարանի գրանցված մշտական հավաքածուների առումով եւ ունենք շուրջ 2700 ցուցանմուշի ձեռքբերում մեր պահոցներում։ Դրանց գերակշիռ մասը իհարկե հնագիտական հավաքածուներ են, բայց նաև ունենք մոտ 500 դրամագիտական, հետաքրքիր ձեռքբերումներ, 120-ից ավելի ազգագրական, 80-ից ավելի նոր եւ նորագույն շրջանի պատմության եւ ընդհանուր հնատիպ գիրք, որովհետեւ մենք ունենք նաև հենց հնատիպ գրքերի հավաքածու թանգարանում։ Մի քանի առավել արժեքավորները կառաջնացնեք։ Ես ներկայացնեմ հիմնական խնդիրը այսպես, քանի որ այս ձեռքբերումները ընթացել են զուգահեռ մշտական ցուցադրության վերաբացման աշխատանքներին, դրանք նրանով են հետաքրքիր նաև, որ այս հավաքածուները նաև շատեր առաջին անգամ ներկայացվել են արդեն թանգարանի մշտական հավաքածուում, հատկապես այնպիսի հայտնի հնագիտական հուշարձաններ, ինչպիսին են Կառնուտ, Ոսկեբլուր, Լճաշեն, այդ շրջաններ հնագիտական հուշարձաններից մեծածավալ մենք հավաքածուներ ենք հենց ստացել, դա հանձնել է հատկապես Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, որի հետ թանգարանը սերտ համագործակցում է եւ կարելի ասել մշտական ցուցադրության այն հատվածները, որոնք այս տարի հիմնականում հենց կենտրոնացած են եղել հնագույն շրջանի վրա, ինչ որ առումով համալրումը զուգահեռ գնացել է նաեւ մշտական ցուցադրության նոր հավաքածուների ներկայացման այս կարևոր խնդրից ելնելով։ Որքանով են օգնել, որ ինչ որ մի ժամանակաշրջանի ցուցադրությունները առավել ամբողջական դարձնեն կամ միգուցե նոր բացահայտումներ լինեն։ Իհարկե, բավականին նոր հետաքրքիր հավաքածուներ են ներկայացված արդեն իսկ թանգարանում, ընդհանուր նաև կարող ենք ասել դրամագիտական առումով, որովհետև նախորդ տարի հոբելյանական էր մեզ համար, քանի որ մենք խորհրդանշական այսպեսի 30-ամյակը ունենք մեր ազգային արժույթի եւ այս շրջանակներում թանգարանը երկու բավականին մեծածավալ դրամագիտական, կարելի ասել աննախադեպ առաջին անգամ նման ծավալի դրամագիտական ցուցահանդես ունեցավ եւ մեկ միջազգային գիտաժողով։ Եվ օրինակ այս համագործակցությունը նաև կենտրոնական բանկի տարբեր հավաքորդներ նաև գիտնականներ մասնակցեցին եւ ունենք օրինակ շատ հետաքրքիր մի դրամագիտական հավաքածու Ռոբերտ Էդվարդսի կողմից, որը ամբողջովին իր հելենիստիկան, կիլիկյան շրջանի եւ տարբեր շրջաններին պատկանող հավաքածուն ամբողջը նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին կամ հետաքրքիր Ծաղկաձորից հայտնաբերած դրամական գանձը, որը հիմնական բուզանդական շրջանի դրամների մի ամբողջական հետաքրքիր հավաքածու էր, որը հենց հիմա ներկայացված է ազգային արժույթի 30-ամյակին նվիրված ցուցահանդեսին թանգարանում, մի ցուցահանդես, որ կարելի ասել առաջին անգամ է ընդհանրապես անդրադառնում դրամի պատմությանը, սկսած ամենահին շրջանից, միջև այս մեր նոր անկախության շրջանի առաջին դրամի սերիաների էսքիզները, որոնցից հետաքրքիր առաջին էսքիզները մեզ նվիրեցին հենց դրամը ձևավորող նկարիչներից մեկի Աշոտ Մանուկյանի ընտանիքը սիրով նվիրեց եւ մենք առաջին անգամ այդ կարողացանք նաեւ ցույց տանք, թե ինչպես է ստեղծվում ազգային դրամը իր էսքիզային նաեւ ձևերը, որովհետեւ գիտենք ինչ բարդ տարիներ էին 90-ականները եւ ինչ վարպետությամբ էին մարդիկ նույնիսկ այդպիսի վատ պայմաններում ձևավորում շատ հետաքրքիր գեղեցիկ ազգային մեր արժույթի առաջին այսպես սերիայի թողարկումները